Հարաբերս եկեք ֆիքսենք, որ նիկոլական Հայաստան լինել չի կարող հունիսի 8-ից հետո, որովհետև կամ Նիկոլը վերարտադրվելու է, Հայաստան չի լինելու, կամ եթե ցանկանում ենք Հայաստանը պահպանել, Նիկոլ չպետք է լինի։ Սա որպես գլոբալ արձանագրում անենք եւ անցնեմ ձեր շատ հետաքրքիր եւ ամենաարձիական հարցին թերևս։ Ապրիլի 1-ին Պուտին Փաշինյան հանդիպման հրապարակային հատվածում Ռուսաստանի Դաշնության նախագահը ըստ էության երկու շատ կարևոր արձանագրում արեց, որ Մոսկվան այլևս չի հանդուրժելու, որ մենք երկու աթոռի վրա նստած քաղաքականություն վարենք, եւ Մոսկվան այլևս չի հանդուրժելու, որ Նիկոլ Փաշինյանը իր լուզեր քաղաքականության հետևանքները բարդի Մոսկվայի վրա, Ռուսաստանի։ Այս երկու արձանագրումը ռուսները արեցին, բայց ինչպես երևում է եւ ինչպես կանխատեսելի էր, Հայաստանի արկածախնդիր իշխանությունը սրանից հետևություններ չարեց։ Գիտեք, ես հիմա կարծում եմ, որ նույնիսկ շատ լավ եղավ, որ այդ գագաթաժողովները ոչինչ տվող զույգ գագաթաժողովները եվրոպական Երևանում եղան եւ Պուտինի երեկվա հայտարարությունը եղավ ամսի 9-ի, որովհետեւ այլևս հասարակության համար ամեն ինչ բացահայտ դարձավ։ Մի կողմից մենք ստանում ենք ունենում ենք գագաթաժողովները եվրոպական, որոնք առարկայական ոչինչ չեն տալիս Հայաստանին, միայն ընդհանրապես Հայաստանի մասին չէին։ Ընդհանրապես Հայաստանի մասին չեն, հազար ներողություն հակառուսական ստրիպտիզի տպավորություն փողող ինչ-որ միջոցառումներ են, ընդ որում այս պարագային ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնող, նաև Իրանի Իսլամական Հանրապետության։ Մյուս կողմից երեք հնչեց Պուտինի հերթական արդեն ավելի հանրամատչելի լեզվով ձևակերպված զգուշացումը, նա զգուշացնում էր, որ մենք չենք կարող, պետք է շատ արագ կողմնորոշենք ԵՄ թե ԵԱՏՄ կամ քաղաքագիտ ապահարզան թե ապահարզան ուկրաինական մոդելով, հա։ Ես հիմա մեր հասարակությանը ուզում եմ շատ հստակ մի քանի բան ասել։ Ես ինքս ունիվերսալ արևմտյան արժեքների կրող եմ ու շատերս ոչ մեկս արևմտյան քաղաքակրթությանը, մշակույթին, ստանդարտներին դեմ չի, ընդհակառակը, բոլորս էլ ձգտում ենք ինչ-որ ձևով այդ արժեքներին, բայց այլ բան արժեքային կողմնորոշումը, այլ բան է ռեալությունից բխող աշխարհաքաղաքական դիրքավորումը։